Ես ուղղակի չհասկացա մեր գործընկեր ներկայացումը։ Ընկերությանը թե կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանին, որ ինչ եմ ասում, էլի, որովհետև իմ գործընկեր օրինակ բերեց ծնանկության դեպքում, ծնանկության կառավարիչը կառավարելով ընկերությունը որոշակի փուլերում միևնույն է ինքնին դատավարական կարգավիճակ անենում, օրինակ նմանատիպ դեպքերում, եւ դա դասական օրինակն է, երբ որ օրենքի հիման վերահսկված մասնավոր անձը օրենքի ուժով կառավարում է ֆունկցիա ստանում, գործընթաց ստանում կառավարման եւ վերահսկման, կախված փուլից ծնանկության վարույթի։ Հիմա այս խնդիրը մենք ունենք այստեղ։ Ռոմանոս Պետրոսյանի գործառույթները սահմանված են բացառապես, ներողություն, ստացվել են բացառապես մի հատ վարչական ակտի արդյունքում։ Ամբողջ կորպորատիվ իրավական փաստաթղթավորումը, խորհրդի որոշում, ժողովի որոշման հիման վրա գրանցումա, չգրանցումա, դրա հետ կապված գործընթացներ տեղի չի ունեցել։ Այս պահին դեռևս ընկերությունը շարունակում է ունենալ գլխավոր տնօրեն։ Եվ ավելին ասեմ, գլխավոր տնօրենի լիազորությունների դասարեստելու դեպքում ունենալու այլ գլխավոր տնօրեն, այսինքն անկախ ամեն ինչից, անկախ այդ գործընթացից, մեկավոր ընկերություն ունենալու գլխավոր տնօրեն։ Ռոմանոս Պետրոսյանի ֆունկցիաները չեն սահմանափակվում բացառապես գործադիր մարմնի ֆունկցիաներով, ունի ավել գործառույթներ։ Օրինակ, խորհուրդը եւ ժողովը պետք է համաձայնեցնեն իրենց որոշումների հետ։ Այսինքն ինքը ունի դասական վերահսկողական ֆունկցիաներ եւ շատ նման է, անալոգիա եթե չկիրառենք, շատ նման է ծնանկության վարույթներին։ Հետևաբար, որպես առանձին անդամ, մասնակից դարձնելու խնդիրը միանշանակ է։ Դրա համար որ գործընկերը Պետինան եմ ներկայացնում, բայց ինքը ներկայացնում ընկերությունը, կա ընկերության ներկայացուցիչ, դատարանը ճանաչեց ներկայացուցիչ լիազորությունները որպես էլեկտրական ցանցերի ներկայացուցիչ։ Ես հիմա ով այդ լիազորագիրը տվել է, էական չի։ Ընկերության ներկայացուցիչն է գործընկերը եւ հետեւաբար այստեղ առաջնորդվելու ընկերության շահերով, հաշվի չառնելով ընկերության տնօրենի, ընկերության մնացած աշխատակիցների իրեն բան իմաստով հանձնարարություն քաղաքացի իրավական նկատի ունենալու տալու լիազորություն ունեցող անձանց ինքը պետք է առաջնորդվի բացառապես հեծի լիազորություններով։ Սա է առաջին կետորն է։ Եվ ասում եմ առանձին սուբյեկտ կա։ Ժամանակավոր կառավարիչ։ Հիմա պայմանական անուն ենք օգտագործում, բայց ոչ թե որպես ֆիզիկական անձ եմ կանչում, ասում եմ կանչենք Ռոմանոս Պետրոսյանը, որտեղ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի իրեն հետաքրքիր է, չի ասում եմ որպես կվազի վարչական մարմին, ժամանակավոր կառավարիչ։ Եթե սնանկություն լիներ, ասել էր սնանկության կառավարիչ, ինչ-որ մարդ է, եթե լիներ այլ ինչ-որ վերահսկողական գործիք, ասելու է այս ժամանակավոր արտաքին վերահսկիչ X է։ Դրա համար հարգելի դատարան կարծում եմ, որ երկու վարչական մարմիններն են, որովհետև բանի մասով համար շատ ակնհայտ է նախագահի մասով ակնհայտ է, որտեղ կա վարչական ակտ ինքնաընդունել, այդ վարչական ակտի հիման վրա վարչական վարույթ է եղել, բողոքարկում ենք, այս ակտը պես վարույթի շրջանակներում բողոքարկում է եւ այս ակտի ընդունողը ինքն է, տարբերվում է վարչական մարմնի ընդունած ակտից։ Սա ուղղակիորեն ուզում եմ արձանագրեմ, սա չվերադառնում է։ Կառավարչի հետ կապված շատ միանշանակ չի այդ իմաստով, որ պարզ չի, որովհետև վարչական արդարադատությունում անընդհատ չի հանդիպում նման խնդիրներ, բայց ակնհայտորեն ունի իրավական շահագրգռվածություն, որովհետև ինքը ինքնուրույն մասնակից է այս ամբողջ պրոցեսի։ Ընկերությունը մի հատ էլ ֆիքսեմ ունի գլխավոր տնօրեն։ Այլ լիազորություն ունի, չունի ում անցել այդ լիազորությունները, բայց ընկերությունը ունի գլխավոր տնօրեն։ Եվ ընկերությունը ինքը առանձին սուբյեկտ է, ժամանակավոր կառավարիչը առանձին սուբյեկտ։ Այսքանը խնդրում եմ համապատասխանաբար կառավարությանը, ժամանակավոր կառավարչին, ՀՑԿՀ նախագահին ներգրավել, որոնց դիմացով մեր դիրքորոշումը ասացինք ինչպես կորոշենք։ Ուղղակի մեծ նախադասություն, եթե մինչ այս ուղղակի նշեցի, որ Հայաստանի կողմից գործող իրավակարգավորումները ուղղակի կամայական են մեկնաբանվում, Հայաստանի կողմից արդեն իրականացման օրենքին հակասող մեկնաբանություններ, քանի որ ըստ էության վարչական մարմինների հասկացությունը սահմանված է վարչության հիմքերի վարչական վարույթի մասին օրենքով եւ բնականաբար ժամանակավոր կառավարիչը չի կարող որակվել որպես վարչական մարմին եւ հանրաժողովի նախագահը այս դեպքում եւս վարչական մարմին չի կարող որակվել, ուստի ներկայացված հիմնավորումները եւս մեկ անգամ գտնում ենք, որ որևէ կերպ չեն բխում գործող կարգավորումներից, որևէ կերպ հիմնավոր չէ հայցողի կողմից ներկայացված միջոցները, հանրաժողովի նախագահը ըստ էության հանդիսանալով հանրից առաջ կարգավորող հանձնաժողովի նախագահ, իսկ հանձնաժողովը արդեն իսկ ներգրավված է սույն իրատական գործում որպես պատասխանող, ինքնին արդեն իսկ ներգրավված է սույն իրատական գործին, ուստի եւ գտնում ենք, որ որպես առանձին սուբյեկտ ներգրավելու անհրաժեշտություն բացի։ Ես ճիշտ հասկացա, պատվարժան դատարան, դուք ասեցիք հանձնաժողովի նախագահ Մեսրոպ, վարչական մարմին չի հանդիսանում։ Ես ներկայացրեցի իմ դիրքորոշումը։
Պատվարժան նման դիրքորոշում հնչեց պատասխանողի կողմից, որ հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանը վարչական մարմին չի հանդիսանում, արձանագրին դրանք հասկանանք ոնց է բավարարի թարուցվել առասարակ։ Պատվարժան խնդիրը շատ պարզ է, հաշվի առնելով, որ մի միջնորդության մեջ երրորդ կողմից ցանկանում է գրավել հանձնաժողովի նախագահը, որը միանձնյա կատարել է որոշակի գործողություններ եւ ժամանակավոր կառավարչին, որը վարույթին հետևել է, տեսել է, որ այդպես որպես ամեն դեպս օրենքով ոչ ճիշտ, որպես մասնակից է մոտավորապես ներգրավել, որտեղ իրավունք է ունեցել որոշակի տեղեկություններ անելու եւ այլն։ Հիմա ես չեմ կարող հասկանալ կոնկրետ պատասխանողներին, ինչի համար մենք ունենք համոզմունք, որ մենք չենք կարող տվել, հարցեր չունենք իրանց, մեր համար ամենից պարզ է, բայց ունենք համոզմունք շատ լուրջ եւ կարծում եմ բավարարելու դեպքում, երբ որ այդ անձին կլինեն այստեղ, դուք էլ վերջում կարծում եմ կհամոզվեք, որ իրենց այստեղ ներկայանալ, իրենց այստեղ լինելը եւ երրորդ կողմ լինելը դատարանի համար ավելի լույս է սփռելու եւ ավելի ճիշտ վշռադարձված եւ ավելի արդար որոշման գնալու խնդիր է։ Հիմա կարող եմ ներքին սա հետորական հարցով ներքին համոզմունք ունենալ, որ խուսափում են գալ, որպեսզի դուք ամեն ինչ չիմանաք, օրինակ։ Սա հարցը հետորական է։ Որտեղ եթե խոսում ենք երկու բարձրագույն պետական պաշտոնյայի մասին, ինչպես իրենք ամեն դեպքում ներկայանում են եւ այդպես է մոտավորապես կա, որն է խնդիրը։ Ինչ են այսպես լուրջ պաշտպանվում, որ չկան։ Հասարակ ժողովուրդ չեն թողնում ինչ է։ Լավ, շնորհակալություն, այնուամենայնիվ երրորդ տանց ներգրավել չներգրավելու մասով այս պարագայմքան իրենցից անձամբ չունենք միջնորդություն, գործում մյուս ընթացակարգը դատարանի նախաձեռնությունը, դատարանը քննարկման արդյունքում եզրահանգումները կանի, երրորդ տանց ներգրավելու պարագայում առանձին դատական ակտ կայացվելու, սակայն այս բանին ես առաջարկում եմ մենք նաև անցնենք դեռ դատանը որոշում չունի այս մասով, երրորդ տանց ներգրավելու քննարկումները տեղի ունեցավ, հասկացան էությունը, ես առաջարկում արդյունացնենք հայցի հիմքի առարկայի ճշտմանը, ինչպես նաև հնարավորություն տանք երրորդ տանձին պատասխանողին հայցի հիմքի առարկայի հետ կապված հարցադրումները։